Մի հատ նայեք այս դրախտավայրը, այս մրգատու ծառերով, Հադրութի Նորաշեն թաղամասի մոտ ենք, որի կողքը, այսպես ասում են, Թուրքի գյուղը։ Նախ ես ասեմ, որ ես դեմ եմ նման ցանկացած արտահայտության, ինչ նշանակում Թուրքի գյուղ։ Հա, մենք ուրեմն ուզում ենք ասենք, որ դա իրոք Թուրքի գյուղ է, որ ինչ որ ժամանակով մեր պապերից մեր հողերը խլել են ու թուրքեր են բնակվել, մենք անունը դրել ենք Թուրքի գյուղ։ Մի հոյակապ հրաշք գյուղ է, որ ես տեսա հեռվից։ Հիմա գնում ենք այդտեղ, ճանապարհն էլ կա, որպեսզի տեսնենք այդ ինչ գյուղ է եւ ինչի չենք վերաբնակեցնում։ Ուրեմն այդ արտահայտությունները պիտի մեր մեջից դուրս գան։ Այդ անունները, որ այդ վերջի 70 տարում դրվեց, հա, այդ Ջաբրայիլ, Աղդամ եւ այլն, դրանք բոլորը պետքա դուրս գան։ Պետքա գործածության մեջ մտնեն մեր անունները, այդ բնակավայրերի հին անունները, Աղտակ, Քարվաճար, թեկուզ նոր անունները, որ դնում ենք մենք հայկական, ինչ են անում թուրքերը։ Մտնում էին հայկական գյուղը, կամ քանդում էին, կամ հողի տակ թաղում էին մեր եկեղեցին, անունը անմիջապես թուրքացնում էին եւ վերաբնակեցնում են, գայս են իրանց շունշան որդիքով լցվում էին այդ գյուղը եւ դարձնում էին այդ գյուղը իրանցով էին անում, այսպես ասած։ Իսկ մենք միամտաբար շարունակում ենք մինչեւ հիմա օգտագործել այդ շուն թուրքերի անունները։ Ինչ անշակում Թուրքի գյուղ, ինչ Թուրքի գյուղ, այս հողը մենք ազատագրել ենք, այս այգիները, այս ծառերը մրգատու։ Հիմա գնում ենք այդ գյուղը, կնկարենք, կտեսնենք, ճանապարհը նայեք։ Իրաքում ռումբերի տակ, ուրեմն գլխատվելու, կանանց բռնաբարվելու վախի տակ, Սիրիայում, անում ապրում են։ Այս հրաշքները ազատագրվել է մեր տղաների կյանքի գնով, մեր հայրերի, մեր եղբայրների, մեր ընկերների կյանքի գնով, արյան գնով ազատագրված այս տարածքները մենք թողում ենք անմարդաբնակ։ Բա դա մարդկություն է, բա դա հայություն է։ Եկեք բնակեցեք ժողովուրդ։ Բա հայրենիքի մասին եք խոսում, երբ ազատ լինի, ես անկախ, ազատ Հայաստան, Արցախ։ Եկեք բնակվեք, բա այս հողերը, այս բերի հողերը, նայեք այս լրիվ մրգատու ծառեր են։ Այս ամբողջը 4 կողմը այգիներ են արդեն պատրաստի։ Քաղողա պետք, էտողա պետք, ջրողա պետք։ Տները, պատերը կանգուն են, եկեք այդ պատերը, դուրները չի գալիս, որ ժամանակին այդ պատերի տակ թուրքը ապրեն։ Դու քանդեք ձեր ձեռքով սարքեք, ինչ ա եղել։ Սենց բաներից ենք դուրս եկել, հայ ժողովուրդ։ Սենց տեղերում ենք մենք կառուցել, եկել են մեր եղեռից կոտորվածները, գնացել են այն ապարանի եւ այլն չոլերի մեջ, գետնից քարը հանել են, հողով սարքել են, տունը ապրել են։ Մի հատ տեսարանը նայեք, ժողովուրդ, մի հատ նայեք, այս ինչ գյուղ է, այս ինչ տեղ է, այգիները նայեք, խաղողի այգիները նայեք ժամանակին, որ եղել է։ Բայց դրախտը կարելի է թողել, որ անմարդաբնակ մնա, ասեք։ Կարելի է, որ այս դրախտը անմարդաբնակ մնա։ Ամեն ինչը կա, տների հատկացված հողակտորները կա, իր ամեն ինչով։ Եկեք կառուցեք, քարը կա, հիմա հետո ինչ որ քանդվել է, ասենք էսի։ Հետո ինչ քանդվել է, այս քարը վերցեք, այս նույն քարը օգտագործեք, ձեր տունը սարքեք։ Ով է գալու ձեզ ասի ինչ եք այս քարով տուն սարքում նորից։ Ափսոս չի, այս գյուղը ոնց կարա, ասենց գյուղը, ասենք մարդիկ երազում են մի կտոր հող լինի, հեսա այս, բա կարելի է սա թողել այսպես անմարդաբնակ մնա, չի կարելի, հանցագործություն է դա։
Սիրելի սփյուռքահայեր, այն ձեր երազած հայրենիք են, որ խոսում եք, ասում եք հայրենիք, մի կտոր հողը մեր հետ գա, այս հողն է, այս հողը, այս են հողն է, որ դուք ասում եք, երազում եք, ունենանք, բան, այս մեր հողն է, եկեք այս հողը ձերն է, սենց դրած աստեղ, եկեք ապրեք, ինչ եք գնացել անապատներում, արաբների, մուսուլմանների մեջ ապրում, հասկացանք այս ժամանակ կոտորել են ձեզ, տարել են, հիմա ինչ եք մնաց, բայց այս ում համար է ազատագրվել, այս հողը, արունով ներկված, այս մեր հողը, ինչի է պետք, որ ազատագրել ենք, ինչ եք դեր դրսում, ինչ դա ձեզ ընդեղ ձեքում, եկեք միասին, շատերը ասում եք 10 միլիոնը հայ կա, չկա հայը Հայաստանում դե թող լինի, եթե 10 միլիոն կա եկեք ստեղ, այսքան ազատ տեղ կա, եկեք լցնենք այս ազատ տեղը, ոչ թե գնացել եք ամեն մեկը մի անապատում մի տակուկ տեղ գտել եք, ունդեղից հայրենիք եք լացում, հայրենիքը էս է, ու դատարկա եկեք լցրեք այս հայրենիքը, ձեր տղեկնել են եք էստեղ կրվել, ավոն, կարոն, եկել են, կրվել են, զոհվել են, այս հողը ազատագրել են, որ գաք դուք ստեղ ապրեք, այս հողը մաքրել են շուն Թուրքից, որ այս հողը նորից մեր հողը վերադառնա մեզ, որ մենք գանք վերաբնակեցնենք, ու այսպիսի դատարկություն։ Այս է հայրենիքը, այդ բոլոր ձեր հայրենասիրական խոսքերը դառնում է անիմաստ, եթե մենք հողը պետքա թողենք անտեր։ Այդ բոլոր խոսակցությունները դառնում են անիմաստ, եթե մենք հողը պետք է անտեր թողենք։ Եթե մենք չենք վերաբնակել, մենք այս հողը չենք մշակելու, եթե այս ծառը չենք էտելու, որ ինքը պտուղ տա, չի կարելի, սա հանցագործություն է։ Այսպիսի բան տեսնելուց հետո ընդհանրապես չեմ ուզում խոսամ, ուրեմն նույնիսկ Արևմտյան Հայաստանի մասին, որ ասում ենք ազատագրենք։ Սա էլ մի կտոր էր գրաված հողից, ազատագրել ենք, հետո Արևմտյան Հայաստանում համար ազատագրենք, քուրդերի, թե այն ով էր դեպուտատներից մեկը ասում էր չինացիներ ու Ֆիլիպիններ բերենք լստենք, մենք եկել ենք մերել ենք ստեղ, որ ես գնամ Չինաստանից մեկին բերեմ ստեղ ապրի, դրանով է այս հարցի լուծումը ուրեմն, դե չինացի, եկեք Երևանն էլ տանք, ասենք Ինդոնեզիային գնանք, չի կարելի, սիրելիս սփյուռքահայեր, ճիշտ եմ ասում, քիչ ամենում ասեմ եկեք հրաժարվենք բոլոր տեսակի օգնություններից, այդ մի երկու կոպեկ օգնությունը, այդ բանը, որ կազմակերպում ենք, հիմնադրամներ եք կազմակերպում, մեզ դուք եք պետք, որ գաք ստեղ ապրեք, մենք էլ ձեզ օգնենք ինչով կարող ենք, մենք ունենք տուն, մենք ամեն մեկս մեր երկրում մի ինչ-որ հողի հատված մշակում ենք, ծաղկացնում ենք, զորացնում ենք, ապրում ենք հայրենիքում, ես հիմա այնտեղ դատարկ չեմ թողելու գամ այստեղ, հասկանում եք, թե չէ ես էլի իմ անձնական օրինակով դա կանեմ, ես մի կտոր հող ունեմ զբաղեցած, որը մշակում եմ, ամեն մեկը պիտի գաք մի կտոր զբաղեցնեք, մշակեք, ծաղկեցնեք, դրանով է հայրենիքը հզորանում, ոչ թե խոսքերով կամ ձեր ուղարկած դոլարներով եւ կամ ռուբլիներով, գնացել եք Սիբիր եք, ուրեմն շենացնում, գնացել եք ուրիշի ոտի տակ ասֆալտ եք փռում, Էս եկեք ստեղ ասֆալտ փռեք, ապրեք, եթե մեկը գգա ձեզ կասի ստեղ չես կարա այս նախկինում թուրքի տունը շենացնես ու ապրես, ես իմ ձերով գգամ այդ մարդուն կգնդակահարեմ։ Դուք եկեք այս տունը մեկը վերցեք ուզեցեք շենացեք, թող չթողեն զանգեկի, թե չգամ գնդակահարեմ ամոթից, թող ինձ էլ տանեն դատեն։ Բայց հաջորդը չի գա դեմը առնի, մի հայի, որը կվերադառնա ու կուզենա ստեղ ապրի։ Այդքանը։ Աշխարհիս ընթացքի վրա ես գխնդամ սիրտս գոլա ուզում եմ ինձ ուրացույց տալ ես գխնդամ սիրտս գոլա մորիցս այսպես եմ ծնված ես գխնդամ սիրտս գոլա Աշխարհիս ընթացքի վրա ես գխնդամ
Ջիրդ սկոլա Պապի բարև։ Բարև։ Ոնց է։ Ոչ սկոմա։ Կամաց։ Հա, էսկա։ Եկել ենք նայում ենք, ափսոսում ենք, ես գյուղը ափսոս չի ես մնացել անդես։ Հայաստան ո՞ր ես եկել։ Ցավար։ Մալադես։ Ճիշտ է, այնա տունը։ Հա, էսա։ Հա։ Դեկտեմբերի 22-ն է, հələ խոտը նայեք։ Ես էլ եմ ուզում ուտեմ, ես դե թարմությունը նայ։ Դե նավը։ Էսի դրախտ է, սենց։ Դրախտ։ Սենց, հո։ Դրախտ, տեսես ող չկա, ոչ մի տեղ։ Տեսես ող ոչ էսի չդե, ես ինչ կարվի։ Լավ այլ չէ որ եկի։ Իհարկե։ Այս մարդը կավարից թողել եկել աստե։ Բայց արաղը բերել ես։ Դե օրա չէ։ Անասունը դժվար է ստե պայել ես խոտի մեջ։ Չէ դժվար։ Ինք իրան ասում ա, չէ։ Այլն կողմին քեչում են ծնողը։ Ես ձմեռ է։ Հենա ուտում են, դու չես Հիմա կարող։ անասուն արածում է։ Բայց ձմեռը եփ է։ Ձմեռը ուներա փետրվար։ Այդ երկու ամիսը։ Հա, այդ կոմսն։ Այ մարդ այդ վաղ ես էլ 4 խոտ ուտելով կապրեմ։